Այն հարցը, որ դուք հիմա ասեցիք, ժամանակին մեկ հեռախոսազանգով էր լուծվում։ 2 տարի եղել են կառավարության նիստերի մասնակից, 2 տարի մենք ոտքի չենք կանգնել, երբ որ կառավարության ղեկավարը մտնում էր կառավարության նիստերի դահլիճ։ Եթե իշխանափոխություն, ապա մենք։ Նույնիսկ առանց ռեսուրսների մարդիկ պատրաստ են այդ ամեն ինչը անել, որովհետև ունեն հստակ գիտակցություն։ Ինչու նա չի գնում կռվի։ Այո, կան մարդիկ, ովքեր որ այսօր պատրաստվում են։ Պարզա չէ, որ ես փնտրել եւ գտել եմ իմ նման գաղափարակից ընկերներ։ Անհնարին ոչինչ չկա։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան DSA խորհրդատվական խումբ ընկերության գլխավոր տնօրեն տնտեսագետ Դավիթ Անանյանին։ Բարև ձեզ։ Բայց Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ խնդրեմ։ Պարոն Անանյան, աճում է պետական պարտքը, աճում են սոցիալական խնդիրները, աճում է հարկային բեռը, եւ դուք ունեք գնահատական, որ տնտեսությունը ապագայում չի կարողանալու բավարար միջոցներ, եկամուտներ գեներացնել պետական պարտքը, այդ նոր պարտքը սպասարկելու համար։ Սա ինչ է նշանակելու պետության համար եւ քաղաքացիների համար, որովհետեւ ես ունեմ տպավորություն, որ երբ ասվում է պետական պարտք, քաղաքացիները հակված են դա օտարելու իրենցից։ Մինչդեռ կա հաշվարկ, որ այս թվականի ապրիլի դրությամբ յուրաքանչյուր քաղաքացու այդ պետական պարտքից բաժին է ընկնում 4500 ԱՄՆ դոլար։ Դուք ունեք նաև գնահատական, որ ֆինանսական ոլորտը պաթոսային կառավարում չի սիրում եւ մերժում։ Հիմա այս պաթոսային կառավարմամբ ինչի է բախվելու մեր պետությունը ու ինչի ենք բախվելու մենք քաղաքացիներս։ Նախ շնորհակալություն Ժավերի համար։ Դուք մեջբերումները որ արեցիք իմ վերջի թե խոսքի թե գրառումներից որոշակի մտքեր, դրանք այդ մտքերը կամ այդպիսի տեսանկյունը ինքը ունի ձևավորման որոշակի ժամանակահատված է անցել եւ ձևավորման որոշակի պատմություն ունի, որովհետեւ մենք տեսնում ենք, թե տնտեսությունը ինչ վիճակում է գտնվում։ Եվ եթե մենք վերցնենք 20 թվականը որպես փորձությունների տարի, դա փորձություն էր մի կողմից ամբողջ աշխարհին համավարակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում տնտեսական համընդհանուր անկմամբ, պայմանավորված էր տնտեսության համաշխարհային տնտեսության համընդհանուր անկմամբ եւ նաեւ Արցախյան 44 օրյա պատերազմով պայմանավորված մեր տնտեսությունը բնականաբար ենթարկվեց երկրորդ շոկային երևույթին։ Հետևաբար 20 թվականը ինքը մի այնպիսի ժամանակաշրջան էր, որը որ ըստ էության ցույց պետք է տար, թե տնտեսությունը ինչքանով է դիմակայուն։ Տեսեք, 20 թվականից հետո եկավ 21 թվականը, մենք որոշակի ունեցանք տնտեսության վերականգնում, եւ տնտեսության վերականգնումը ինքը տեղի ունեցավ հիմնականում եւ գլխավորապես տրանսֆերտներից, որովհետև մենք հիշում ենք, որ 21 թվականին post-կորոնավիրուսային եւ ժամանակաշրջանում եւ նաեւ պայմանավորված հետպատերազմյան այդ ճգնաժամով աննախադեպ աճել էին տրանսֆերտները դեպի Հայաստան։ Մի կողմից դա պայմանավորված էր նրանով, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները գրեթե 3 տրիլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն էր տրամադրել իր տնտեսավարողներին եւ բնակչությանը եւ մեր հայրենակիցները այդ ստացված օժանդակության բավականին մեծ մասը եւ նաեւ դրան գումարելով նաեւ այդպիսի սինդրոմ կա, եթե նախկինում ուղարկում էին օրինակ բարեկամին $100, ապա post-պատերազմյան ժամանակաշրջանում որոշակի գործակցով այդ 100 դառավ 120, 130, 150։ Այսինքն դա իրենց մասնակցային աջակցություններ իրենց հայրենակիցներին, իրենց մերձավորներին, բարեկամներին։ Հետևաբար մենք ունեցանք աննախադեպ տրանսֆերտների աճ։ Եվ այդ տրանսֆերտների աճով պայմանավորված մենք ունեցանք տնտեսության բավականին վերելք, տնտեսական ակտիվություն որոշակի
բայց կրկին էլի այն ճյուղերում, որոնք որ առևտրին եւ ծառայություններին էր վերաբերում, այսինքն ազգաբնակչության մոտ եկավ բավականին ռեսուրսներ ավելացան եւ այդ ռեսուրսները ուղղվեցին սպառումներին, այսինքն ներքին սպառման ծավալների հաշվին համախառն, այսպես ասած, պահանջարկի ծավալների աճի ֆոնին մենք 2021 թվականին ունեցանք որոշակի տնտեսության վերատրանսֆորմացիա դեպի ակտիվություն։ Արդեն 22 թվականին պայմանավորված ձեր մատնանշված արդեն ռուս-ուկրաինական պատերազմով, որը մեկնարկեց փետրվարին, մարտից սկսած մենք ունեցանք մի քանի ուղղություններով ներհոսք դեպի Հայաստան։ Ռուսական կապիտալի որոշակի ներհոսք դեպի Հայաստան, այսինքն կապիտալը սիրում է ավելի, պես ասած, անվտանգ տարածքներ, հետևաբար ռուսաստանյան որոշակի շրջանակներ իրենց կապիտալը տեղափոխեցին այլ երկրներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետություն։ Ունեցանք տնտեսական միգրանտներ, այսինքն դա հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի ընկերությունները իրենց մենք ասում ենք ռելոկանտներ, չէ, իրանք իրենց լոկացիան փոխեցին եւ տեղաբաշխեցին, իրենց բիզնեսը տեղափոխեցին Հայաստանի Հանրապետություն, տուրիզմի բավականին աճ տեղի ունեցավ, դա բնական տուրիզմ էր, նաև անորոշ նպատակներով Հայաստան այցելուների թվականակի աճ եղավ, որը նաև տուրիզմի անվան տակ էր, այսինքն մարդիկ իրենց անվտանգ զգալու համար տեղափոխվեցին Ռուսաստանից դեպի Հայաստան։ Եվ այդ պայմաններից ելնելով էլի կապիտալի աճ տեղի ունեցավ, ըստ էության նաև 22 թվականին որոշակի սպառողների շրջանակի ընդլայնում տեղի ունեցավ ռուս ռելոկանտների եւ տուրիզմի ինչ-որ կարագրեցի այդ անձանց հաշվին։ Դրան հաջորդեց 23 թվականը, 23 թվականի սեպտեմբերին մենք ունեցանք Արցախահայության բռնի տեղահանում, մենք Արցախահայության բռնի տեղահանման հետ կապված մի կողմից, եթե քաղաքական կոմպոնենտը մի պահ եւ անվտանգային կոմպոնենտը մի պահ դնենք մի կողմ եւ տնտեսական կոմպոնենտի մասին խոսենք, դա ըստ էության դուրս եկավ, որ մեր հայրենակիցները շուրջ 100-ից 120 հազար էլի պոտենցիալ համախառն պահանջարկը սպասարկելու համար պոտենցիալ մեր հայրենակիցներ եկան եւ համալրեցին հայաստանյան ներքին սպառման ծավալները եւ քանի որ որոշակի ժամանակ անց իրենք նաեւ պետական բյուջեից սկսեցին ստանալ բաներ, աջակցության ծրագրեր, աջակցության գումարները 40 գումարած 10,000-ներ յուրաքանչյուր անձի հաշվարկով, ապա որոշակի նաեւ տնտեսությունը այդ սպառման ծավալների հաշվին տեղի ունեցավ որոշակի տնտեսական ակտիվություն։ Ես ինչու նկարագրեցի այս բաները ժամանակագրական առումով այս 3 տարիները, որպեսզի մենք տեսնենք, որ 19 թվականին, երբ որ մենք ունեինք տնտեսության բնական որոշակի աճ, որովհետև դրան նախորդել էր 16 թվականը, 17 թվականը, նույնիսկ 18 թվականը, որ ինքը քաղաքական տրանսֆորմացիաների առումով բավականին բուրըն տարի էր, ինքը որոշակի տնտեսության վրա որոշակի ազդակներ ունեցավ, բայց նաև ոգևորության որոշակի ալիք բարձրացավ եւ տնտեսության որոշակի ակտիվություն նկատվեց արդեն 18 թվականի երկրորդ կեսերից սկսած, այսինքն 16, 17, 18, 19 այս 4 տարիները կարելի ասել հայաստանյան տնտեսության առումով այն տարիներն էին, որոնք որ կարելի է գնահատել, որ դրանցից հետո կարելի էր մտածել տնտեսության կառուցվածքային հիմնարար փոփոխությունների մասին։ Ինչու է պետք կառուցվածքային փոփոխությունները, որպեսզի մենք ունենանք տնտեսության այն ճյուղերի աճ, որոնք որ երկարաժամկետ հեռանկարում են ապահովում տնտեսական աճ, այլ ոչ թե կարճաժամկետ։ Օրինակ, ոչ արտահանելի հատվածը, առևտուր, ծառայություններ, շինարարություն, հենց այդ ոլորտները, որոնք այսօր էլ հանդիսանում են տնտեսության դոմինանտ շարժիչ ուժերը։ Հիմա 23 թվականին դա տեղի ունեցավ եւ 24 թվականից սկսած մենք տեսնում ենք արդեն իմ նկարագրած 21, 22 եւ 23 թվականի այն գործոնները, որոնք որ տնտեսական ակտիվությանը նպաստեցին, այդ գործոնները աստիճանաբար սկսեցին 24 թվականին հետզհետե նվազել։ Եվ հետեւաբար արտաքին եւ արտածին գործոններով պայմանավորված տնտեսական ակտիվությունը, երբ որ սկսում է արդեն թուլանալ, դու ստեղ տեսնում ես, որ տնտեսությունդ
ինքը պոտենցիալը տնտեսության, որ այսօր ֆինանսական հանրային ֆինանսների կառավարման համար պատասխանատուները անհիմն կերպով ասում են, որ մեր տնտեսական պոտենցիալը աճել է, ես հակառակը կասեմ, որ մեր տնտեսական պոտենցիալը ընդհակառակը նվազման միտում ունի, ոչ թե աճելու միտում ունի։ Հետևաբար գրառումներից նպատակը վերադառնալով ձեր հարցին, նա էր, որ այս տրամաբանության ներքո, այս տարեթվերի եւ այս փաստերի ժամանակագրական առումով սրանց ներկայացման ներքո մենք տեսնում ենք, որ տնտեսությունը ինքը զարգանալու շատ մեծ միտում չունի, ինքը լավագույն դեպքում ունենալու է այնքան զարգացում, որքան որ ըստ էության տնտեսության բնականon աճն է, այսինքն 3.5-4% պայմաններով։ Դա նշանակում է, որ 3.5-4% պայմաններում, այդպիսի տնտեսական աճի պայմաններում մեր համար շատ դժվար է լինելու ավելի քան $13 միլիարդ պետական պարտքը սպասարկելու։ Դրա համար մենք ստիպված ենք լինելու էլի եվրոբոնդեր թողարկել, ներքին պարտ գեներացնել, որպեսզի մի պարտքով մյուս պարտքը փակենք, այսինքն մենք ընկնելու ենք ցիկլի մեջ։ Իմ գրառման իմաստը դա էր։ Կարելի է այս եզրահանգ բան գալ, որ այդ սկզբնական շրջանը, որը դրական շրջան էր, եւ դուք ասում եք, որ արդեն կարելի էր մտածել կառուցվածքային փոփոխություններ անելու մասին, դրանք արդյունք էին բնականon իներցիոն գործընթացների, իսկ ահա հետո երբ սկսեց նվազել, դրանք ուղիղ հետևանքն են վարած քաղաքականության իշխանության, որովհետև երբ եղել են արտաքին նպաստավոր գործոններ, տնտեսությունը ունեցել է դրական շարժ, երբ չկան այդ արտաքին նպաստավոր գործոնները, տնտեսությունը ի վիճակի չէ, ինքնաբավ չէ, կայուն վիճակում լինելու։ Այսինքն մենք այստեղ ունենք հստակ կառավարման խնդիր։ Այո, իրականում, ինչ որ դուք ասեցիք, իրականում դա տեղի ունի, մի փոքր ճշգրտումով տնտեսությունը միշտ խարսխված է քաղաքականության հետ, դա աներկբա է, այդպես է, եւ տնտեսության կամ տնտեսական զարգացումը, որ տեղի է ունենում, չէ որ տնտեսության մեջ մասնակիցներից ամենակարևոր կամ այսպես ասած գլխավոր դերակատար ունեցող մասնակիցը տնտեսության, դա պետությունն է, պետությունը հանդես է գալիս երկու դեմքով։ Առաջինը հանդես է գալիս որպես տնտեսության ռեգուլյատոր, որտեղ ինքը ամբողջ այդ իրավակարգավորումները եւ տնտեսության զարգացման եւ տնտեսական մրցակցության, տնտեսական միջավայրի ձևավորման առումով անհրաժեշտ իրավակարգավորումներն է սահմանում, այսինքն այդ դեմքով է հանդես գալիս եւ ինքը նաեւ համախառն ներքին արդյունքի ըստ էության ստացողներից մեկն է։ Տնային տնտեսությունների, ձեռնարկությունների եւ պետությունը որպես բաշխման եւ վերաբաշխման իր գործառույթներն իրականացնելու համար հանդիսանում է շահառու համախառն ներքին արդյունքի։ Ինքը նաեւ մասնակցում է տնտեսությանը մի կողմից որպես սպառող, մի կողմից նաեւ հանրային բարիքներ արտադրող։ Հետևաբար պետությունը որպես տնտեսության այս գործընթացների մասնակից ինքը տնտեսության մյուս մասնակիցների հանրության, տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների կողմից որպես պարտներ դիտարկվում է նաեւ քաղաքական պրիզմայով, թե ինչքանով է այսօր պետության ղեկին կանգնած քաղաքական իշխանությունը, կառավարությունը ինչքանով է վայելում ազգաբնակչության եւ տնտեսության մյուս մասնակիցների վստահությունը։ Եվ քաղաքական վստահության բարձր մակարդակի պայմաններում տեղի ունենում տնտեսական աճ, որը եղավ օրինակ 18-19 թվականին։ Պարոն Անանյան, շատ դիպուկ օրինակ ձեր այդ մտքին, թե որքանով են մասնակիցները, շահառուները, քաղաքացիները վստահում պետությանը, ուրեմն Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է եւ հայ կոնյակագործները Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ ճանապարհ են փակում, որոշակի պահանջներ ներկայացնելով Վրաստանին։ Սա շատ ցավալի խորհրդանշական օրինակ է, թե որքանով են հայ քաղաքացիները, գործարարները վստահում սեփական պետությանը, որովհետև հակառակ դեպքում ոչ թե կգնային Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնելու, այլ կգնային իրական հասցեատիրոջ մոտ, կառավարության շենքի մոտ հստակ լուծումներ ակնկալելու համար։ Այսինքն մենք հասել ենք նրան, որ Հայաստանում աշխատող, բարիք ստեղծող մարդը չի գտնում հարցերի պատասխանը սեփական իշխանությունից ու միջպետական հարաբերությունների կողմ է փորձում դառնալ շարքային քաղաքացին կամ գործարար։ Գիտեք, շատ դիպուկ բան եք ասում, այն հարցը, որ դուք հիմա ասեցիք,
ժամանակին մեկ հեռախոսազանգով էր լուծվում։ Հիմա ես ուզում եմ մի քիչ պատկերավոր խոսենք։ Տեսեք, ռուսերեն մի բառ կա, իզգոյ բառը, որ կա, այդ հայերեն դրա ճիշտ թարգմանությունը վտարված, վտարանդի, անտեսված, բայց բառը իզգոյացումը կամ իզգոյ բառ ռուսերեն, հայերեն ճշգրիտ բառը, որպեսզի բացատրի դրա խորքային իմաստը չկա։ Հին Ռուսաստանում օրինակ իզգոյ էր համարվում անձը, վաճառականը, որը կորցրել էր իր օրինակ հարստությունը։ Այդ բառի գործածման մի տեսակն էր, կամ ասենք այն ճորտը, որը իր համար ազատություն էր գնել, այսինքն սոցիալական կարգավիճակի փոփոխություն կրած անձը համարվում էր իզգոյ, դա այդ իզգոյ բառի մեկ գործածության բանն է, իսկ հիմնականը նա է, որ սոցիալական միջավայրի կողմից անտեսվածը, իզգոյի բանը դա է։ Հիմա պատկերացրեք քաղաքական իզգոյի, եթե մենք դնենք ինչ բանը քաղաքական առումով իզգոյացում, դա այն է, երբ որ քո երկիրը, քո երկրի ղեկավարները ըստ էության միջազգային հանրության կողմից ըստ էության անտեսված են։ Հասկանում եք, եթե մենք ունենք մի այնպիսի կառավարություն, որը թե ներքին, թե արտաքին առումով իզգոյացման իրավիճակի մեջ է, ապա տնտեսավարողները իրենց հարցերը պետք է փորձեն այս կամ այն երկրի դեսպանատան առջև բարձրացնել։ Հիմա դուք տեսնում եք, թե օրինակ տնտեսական քաղաքականության համար պատասխանատու մարմնի որևէ բարձրաստիճան պաշտոնյա հոդաբաշխ խոսքով հանրության առաջ հանդես եկել է, այդ խնդիրը ասել, օրինակ կոյնակագործների այդ խնդիրը բավականին երկար ժամանակ է տեղի ունի։ Վրաստանի մեր գործընկերները որոշել են ինչ-որ մի պահից սկսած նմուշառության բաներ վերցնեն եւ ամեն մի խմբականակը տեսնեն արդյոք ինչ է արտահայտվում։ Դա այնպիսի մի ապրանքի մասին է խոսքը, որը ըստ էության տրանզիտ է։ Իրենց երկրի տարածքով գնալ։ Հետևաբար դա միջպետական փոխհարաբերությունների առումով դրանք շատ արագ լուծվող հարցեր են։ Ես պատահական չասեցի, որ դրանք ժամանակին մեկ զանգով էին լուծվում։ Դուք ենթադրում եմ, որ սեփական փորձից եք ասում, որ մեկ զանգով հնարավոր է հարց լուծել։ Ոչ մենակ սեփական փորձից, այլ նաև ինձանից նախորդ ժամանակաշրջաններում էլ եղել են այդպիսի իրավիճակներ, որոնք կարգավորվել են։ Այո, իմ ժամանակ էլ են եղել այդպիսի հարցեր, որոնք կարգավորվել են։ Ինչու եմ շեշտում ձեր օրինակը, որովհետև դուք 2 տարի այս իշխանության օրոք աշխատել եք, ես ուզում եմ հասկանալ այնուամենայնիվ անձը դեր ունի այսպիսի համակարգում, այսինքն Նիկոլ Փաշինյանի ստեղծած համակարգը շատ վատն է, բայց անձը կարողանում է դեր ունենալ որոշակի հարաբերություններ կարգավորելու տեսանկյունից։ Այստեղ մի փոքր նրբություն կա։ Կառավարությունները փոխվել են։ Ես այս իշխանության օրոք չեմ աշխատել իրենց հետ։ Ես աշխատել եմ մինչև 20 թվականի հունիս, 2018-ից 20։ Մի շատ կարևոր բան է տեղի ունեցել, 20 թվականից հետո եկել է 21 թվականի ընտրությունները եւ ընտրություններից հետո ձևավորվել է նոր կառավարություն։ Այս նոր կառավարությունում բայց մեկ է իշխանության գլուխը Նիկոլ Փաշինյանն է։ Այո, եթե դուք նկատի ունեք Նիկոլ Փաշինյան, այո, ես իր հետ աշխատել եմ, բայց այն ժամանակ, երբ որ ես էի աշխատում, այնտեղ համենայն դեպս անձիկ դերակատարներ էին։ Այսօրվա կառավարության դրա համար ասեցի տարբեր են, ժամանակներն էլ են փոխվել։ Ես մի առիթով ասել եմ, 2 տարի եղել եմ կառավարության նիստերի մասնակից, 2 տարի մենք ոտքի չենք կանգնել, երբ որ կառավարության ղեկավարը մտնում էր կառավարության նիստերի դահլիճ։ Այդ ամեն ինչը տեղի ունեցավ 21 թվականից հետո, եթե չեմ սխալվում։ Հասկանում եք, այսինքն տրանսֆորմացիա էլ եղավ, որոշակի արժեքների վերանայումներ էլ տեղի ունեցան, այսինքն կեղծ ժողովրդավարական մոտեցումները գնացին պատմության գիրկը։ Հետևաբար այն ժամանակահատվածում, որտեղ որ ես եմ պաշտոնավարել, այնտեղ համենայն դեպս ինձ հաջողվել է, որ ես ցուցադրեմ այն կարողությունները, որ ես այդ պահին կարող էի ցուցադրել։ Հետևաբար խանգարել են, չեն խանգարել, սրանք երրորդական, չորրորդական են եւ տրամագծորեն տարբերվում է այսօրվա կառավարությունը այն ժամանակվա կառավարությունից։
Պարոն, քանի որ դուք առաջին անգամ եք մեր տաղավարում, ես կուզեի սրան անդրադառնալ։ Ես հաղորդմանը պատրաստվելիս նայեցի հրաժարականի պարզաբանումը եւ նշված էր պարզաբանման տեքստում, որ կադրային քաղաքականության անհամաձայնություն է եղել 2020-ի հունիս, այսինքն մինչև պատերազմ դուք փաստորեն կադրային քաղաքականության հարցում համաձայն չլինելով Նիկոլ Փաշինյանի հետ որոշել եք հրաժարական տալ։ 2020 թվականի պատերազմից հետո ինչն է ստիպում ներկա ուրեմն կառավարիչների, նախարարների, այլ պաշտոնյաների գործակցել Նիկոլ Փաշինյանի հետ, ոտքի կանգնել, ինչպես դուք նշեցիք։ Այն պարագայում, երբ մենք տեսնում ենք, որ անձնական դերակատարությունն հիմա հարց չի լուծում, ասենք մարդը անգամ զանգով չի կարողանում հարց լուծել։ Ո՞րն է մոտիվացիան այդ պայմաններում, այս պարագայում մնալ եւ շարունակել գործիք լինել։ Գիտեք, անձնական սնափառությունը կամ փառասիրությունը, դրանք համարժեք բառեր են։ Եվ գիտեք, սեփական անձի եւ սեփական կարողությունների նկատմամբ քննադատական վերաբերմունքի բացակայություն է։ Այսինքն մարդուն, եթե պաշտոն են առաջարկում, ինքը պետք է շատ ազնիվ գտնվի ինքը իր հանդեպ, որովհետև այդ պաշտոնը ստանձնելով ինքը հանրային պատասխանատվություն է վերցնում եւ հանրության անունից եւ պետության համար պետք է որոշակի գործառույթներ իրականացնի։ Եվ եթե ինքը տեսնում է, որ ինքը պատրաստ չի, ինքը պետք է հրաժարվի։ Բայց նման դեպքեր ես չեմ հիշում։ Ես չեմ հիշում, ասենք, մարդիկ հիմա որ նայում ես փոխնախարար, նախարար այնպիսի մարդիկ են, որ օրինակ այս իշխանափոխությունից հետո վերջի այս իշխանությունը փոխվելու է։ Եթե օրինակ որոշվի, որ պրոֆեսիոնալ կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն կա, ապա մարդիկ, ովքեր որ ոլորտում բավականին լուրջ դերակատարումներ ունեցել կամ լուրջ դերակատարումներ կարող են ունենալ, կարող է իրենց ինքնասիրությունը վիրավորված համարեն, որ այսինչ անձից հետո ինքը պետք է ստանձնի այդ բանը։ Սա ես մի փոքր, այսպես ասած, ձևավորում եմ այս միտքը, որպեսզի ձեզ ասեմ, որ իրականում ես չեմ կարող ասել, թե որն է այդ մարդկանց իրական դրդապատճառները։ Երկու բան, եկեք նորից ասենք, սնափառություն, փառասիրություն եւ ընդհանրապես հանրային պատասխանատվության գիտակցության զրոյական մակարդակ։ Հասկանում եք, որովհետեւ այսօր ես նայում եմ կառավարությունում որոշ բացառություններով կարելի է ասել, որ այնտեղ ոլորտի պրոֆեսիոնալներ չկան։ Հետևաբար անձը, եթե ստանձնում է ինչ-որ մի պաշտոն եւ չի գիտակցում, որ այդ պաշտոնը իր հետևից բերում է հանրային պատասխանատվություն, ապա ինքը ըստ էության շատ վատ վիճակի մեջ է դնում ընդհանուր համապետական համակարգը, համընդհանուր երկիրը։ Ձեր խոսքում նշեցիք, որ այնուամենայնիվ ի վերջո այս իշխանությունը փոխվելու է եւ հարցազրույցներից մեկում էլ նշել եք, որ ընտրությամբ մեծ է հավանականությունը, որ իշխանափոխություն տեղի կունենա։ Բայց դուք մեկ այլ առիթով էլ նշել եք, որ իրականում ընդդիմության առաջնորդները, մեծ հաշվով եթե մի փոքր վերաձևակերպեմ ձեր միտքը, կտրված են քաղաքական հանրային իրական իրողություններից եւ ընտրություններից առաջ միայն այդ մեխանիկական տրամաբանությամբ են առաջնորդվում եւ ոչ գետնի վրայի իրողություններով։ Եվ մենք ստացվում է ունենք մի իրավիճակ, որ նրանք, ովքեր ունեն ռեսուրսներ եւ կարող են իրավիճակ փոխել, իրենց պղպջակում են ապրում։ Էլիտիստական միջավայր։ Այդ մարդիկ չեն պատկերացնում հացի խնդիր ունեցող քաղաքացու կյանքը։ Եվ եթե օտարված են այդ խնդիրներից, ինչպես կարող են իրական պայքար գեներացնել, վստահության արժանանալ ու հայտ ներկայացնել իշխանափոխության։ Այս փակուղին ինչպես պիտի հաղթահարվի։ Փակուղին ինքը հաղթահարելու համար նախ պետք է մենք խոստովանենք, որ շատ ու շատ բաներ եւ ֆունդամենտալ հիմնարար բաներ պետք է մենք զրոյից կառուցենք ապագայի համար։ Դա հենց ակունքներին վերադարձնա եւ ազգային արժեքների վերանայումն, եթե դրանք մնացել են։ Ձեր ասածը տեսեք, դուք էլ եկաք թերևս արդարացիորեն ասեցիք
հարուստն ինչ իմանա աղքատի բանը, մոտորապես սա ասեցիք, էլի։ Իսկ այդ մարդիկ կտրված լինելով, չգիտեն հանապազորյա հաց վաստակելու այդ խնդրի առաջ գտնվող մարդու իրական բաները։ Դուք էս ասեցիք։ Պարոն Անանյան, ներողություն ճշգրտում, ես ասում եմ ռեսուրս ունեցող, որովհետև մարդիկ կան հարուստ են եւ կտրված չեն իրականությունից, բայց ռեսուրսը ոչ միայն հարստության ու փողի ռեսուրսի նկատի ունեի նաեւ որոշակի իրադարձություններ, տրանսֆորմացիաներ ձեռնարկելու ռեսուրսատերերի մասին խոսքը։ Այո։ Տեսեք, օբյեկտիվորեն շատ ու շատ ռեսուրսատեր միավորներ, քաղաքական ուժեր կամ շարժումներ, չէ, իրենց համար ամբողջ պատկերը կարող է հասանելի չլինի, որովհետև այսօր իշխանությունը որևէ ձևով կամ իշխանափոխություն անելու այն կիսամոլուցկը որ կա, ինքը ոչ թե իրենից ներկայացնում է ժողովրդին այս վիճակից հանելու պատրաստակամության հայտնում եւ այդպիսի դրոշակակրի կեցվածքով հանդես գալու այդպիսի մի հատ կամքի ցուցադրում, այլ ավելի շատ իրենք քողարկում են ամեն ինչը գոյութենական խնդիրները լուծելու պատրաստակամություն հայտնելու մեջ։ Այսինքն մեր երկիրը վտանգված է, գոյութենական վտանգ կա, այսօր պետքա ճգնաժամային կառավարման մեթոդաբանությամբ վերցնել ղեկը եւ տանել, այսինքն մարդիկ օբյեկտիվորեն, մի քիչ էլ սուբյեկտիվորեն սևեռված են ոչ թե ժողովրդի կարիքների վրա, այլ պետության գոյություն ունենալու խնդիրը լուծելու վրա, սրա վրա են կենտրոնացած։ Բայց դա շատ լավ է, եթե այդպես լիներ։ Չէ, այդպես է, ուղղակի նայեք, բացի նրանից, որ բոլորը գիտակցում են, որ դա շատ կարևոր է, բայց մի շատ կարևոր բան էլ տեղի է ունենում, կարևոր ասելով իրենց տեսանկյունից երևի թե կա նաև հորիզոնական մրցակցություն։ Այսինքն ոչ թե իշխանական բուրգ, այսինքն ուղղահայացը քանդելուն ուղղված համատեղ ջանքեր, այլ հորիզոնական որոշակի մրցակցություն։ Սա էլ գալիս է նրանից, որ երևի թե պայի հնամայականը կամ այս պայի այս տրագիկ վիճակը, որ իրոք գոյութենական վտանգի առջև ենք, սրա խորությունը կամ գիտակցվում է, բայց անտեսվում է, կամ այդքան էլ խորությամբ չգիտակցվում։ Սեղելի գնում է նեղանձնական ներխմբային շահերը։ Եթե իշխանափոխություն, ապա մենք։ Հասկանում եք, այդ 2, 3, 4 ռեսուրս ունեցողները որևէ համախմբվելու ջանքեր մենք չենք տեսնում։ Եվ իրականում այդ համախմբումը կարող է նաև հակառակ էֆեկտը տա։ Որովհետև օրինակ պատկերացրեք դաշնակցությունը եւ հանրապետականները միավորվում են իրար, որպիսի համատեղ պայքարեն։ Այդ միավորումը ինքը կբերի էներգիայի ավելացման, թե ընդհանրապես նաև իրենց, այսպես ասած, թիրախային լսարանների տարանջատման, ոչ մենակ տարանջատման, այլ նաև մերձավորների եւ իրենց էլեկտորատի որոշակի կորուստների։ Որովհետև տեղեր կա, երբ որ միացումը բերում է հակառակ էֆեկտների։ Թերևս սա էլ է քննարկվում, բացի նրանից, որ կա հորիզոնական մրցակցություն, նաև կա հստակ մի հատ գիտակցություն, որ հորիզոնական մրցակցությունից բացի, եթե մենք այլընտրանքային դիտարկում ենք միավորվելու հեռանկարը, ապա այդ միավորումը կբերի համընդհանուր էլեկտորալ մասնատվածության, այլ ոչ թե էլեկտորատի համախմբման։ Պարոն Անանյան, բա եթե մենք գոյության խնդիր ունենք, էկզիստենցիալ է մեր խնդիրը, պետություն կորցնելու վտանգի առջև ենք, այս իրականությունում այդ հաշվարկները նորմալ են։ Ոչ, իհարկե ոչ։ Ես ասում եմ, որ հասկանալի է, ընդունելի է, իհարկե ոչ։ Հասկանալի է, թե ինչա տեղի է ունենում, բայց արդյոք դա ընդունելի է, իհարկե ոչ։ Այսօր տեսեք, մարդիկ կան, ովքեր որ իրենց կյանքում չեն էլ ենթադրել կամ պատկերացրել, որ իրենք կարող է դրոշակ բարձրացնեն եւ գնան մխրճվեն քաղաքական անցուդարձերի այդ հորզանուտի մեջ։ Բայց եկեք ու տեսեք, որ նույնիսկ առանց ռեսուրսների մարդիկ պատրաստ են այդ ամեն ինչը անել, որովհետև ունեն հստակ գիտակցություն։ Եվ կարծում եմ ապագան այդպիսի մարդկանց համախմբման մեջ է։
Հիմա այդպիսի մարդկանց անդրադառնանք, պարոն Անանյան, դուք նշել եք, որ ժամանակն է այս օրհասական իրավիճակում, որպեսզի իրական մարտիկները առաջ գան եւ այդ կեղծ առաջնորդներին փոխարինեն։ Դուք ձեր շուրջը տեսնում եք այդ իրական մարտիկներին եւ ինչն է խանգարում իրենց Երևան գալուն, իրական առաջնորդություն ստանձնելուն։ Տեսնում եմ, շատ բազմաթիվ կան շատ ազնիվ պատրաստ մարդիկ, ովքեր որ նաև ունեն թե մասնագիտական, թե տեխնիկական, թե բոլոր գիտելիքներն ու կարողությունը, նաև բավարար կամք մխրճվելու այդ իմ ասած գործընթացների մեջ։ Ուղղակի այստեղ կա նաև որոշակի հաշվարկներ։ Հաշվարկը միշտ կա, որովհետև տեսեք, եթե դուք մեր պատմությունը միշտ մեզ ինչ է ցուցադրում, էլի Գևորգ Մարզպետունը 20 հոգով կռիվ գնալու գաղափարը ինքը այդքան էլ չի քաջալերում մարդկանց։ Կամ ասենք, էլի կրկնվեմ, Սասունցի Դավիթի սինդրոմն էլ այդքան լավը չի։ Երբ որ մտածում են, որ երբ պիտի Սասունցի Դավիթը գա Մսրա Մելիքի հետ կռվի, բայց ժողովուրդը Սասունցի Դավիթի հետևից չի գնում։ Հասկանում եք, դուք էպոսը մի պահ հիշեք, Սասունցի Դավիթը միայնակ, Քուրկիկ Ջալալին, թե Թուրքեծակին եւ ինքը միայնակ գնում է պատերազմ։ Ժողովուրդը ինքը էպոսները ձևավորում է հավաքական իր բնավորության բանով, այսինքն ժողովուրդը այսօր տանը նստած սպասում է Սասունցի Դավիթին։ Ու ասում է ինչու նա չի գնում կռվի, հասկանում եք։ Իդ նա էլ որ գիտակցում է, որ ինքը պետք է գնա կռվի, որովհետև օրինակ հանրային այդպիսի պարտականություն ինքը ներքուս զգում է, չէ։ Ինքն էլ ակնկալում է, որ գոնե եկեք մի քիչ պատրաստվենք, որ իմ հետևից էլ մարդիկ կան։ Միայնակը գնալ եւ հաղթահարելը պատը ոնց որ թե այդքան էլ իրատեսական չի։ Հասկանալի է, բայց նաև կա գուցե եւ միամիտ ակնկալիք, որ լավ գոնե մի Սասունցի Դավիթ լիներ, թե չէ տպավորություն է, որ բոլորը փոքր մհերի նման նեղացել, փակվել են քարում։ Ճիշտ է։ Հետևաբար դուք էլ, ես էլ այդ էպոսը շատ ենք սիրում, բայց էպոսով շարժվելը ինքը պետքա ունենա ոչ թե ուղենիշային, այլ ուղղակի ոգևորիչ նշանակություն։ Հասկանում եք, դրա համար այո կան մարդիկ, ովքեր որ այսօր պատրաստվում են։ Եվ տեսեք, այդտեղ պատրաստվելն էլ կա մի հատ շատ բան, պատկերացրեք մարդ, որը որ ամբողջ կյանքում քրտնաջան աշխատել է, իրեն ցուցադրել է բարիս պրոֆեսիոնալ ձևով, հանրային առումով ընկալելություն ունի, բան եւ այլն, այս համընդհանուր այս բաների մեջ ինքը շատ նուրբ ձևով եւ շատ պատրաստված պետք է մտնի, որովհետեւ երբ որ որևէ նոր քաղաքական միավոր մուտք է գործում եւ ներկայացնում է իր այս ամեն ինչը փոխելու իր պատրաստակամությունը, ինքը այն իմ ասած հորիզոնական տարբեր շարժումների կողմից սկսում է քարկոծվել, որովհետեւ ինքը դառնում է մրցակից։ Ոչ մենակ քաղաքական իշխանության մրցակից, այլ նաեւ իր կողքը գտնվող նմանատիպ շարժումների ուժերի քաղաքական միավորների մրցակից։ Իսկ մրցակցությունը այսօր Հայաստանում առողջ չի։ Բայց եթե ուզում ես պետություն փրկել, այդ քարկոծվելուն էլ պիտի պատրաստ լինել։ Այո, իհարկե։ Վատորակ մրցակցությանն էլ։ Շատ ճիշտ ասիք։ Պետքա պատրաստ լինել։ Դրա համար կարծում եմ, որ այդ ուժերը հիմա պատրաստվում են, որ ձեր ասած պատրաստվածը լինեն։ Պարոն Անանյան, եւ վերջին հարցը։ Ես հիշում եմ, մի շրջան կար, որ անընդհատ ձեր անունը շրջանառվում էր այս կամ այն թիմի հետ քաղաքական, ուրեմն միավոր ձևավորելու եւ հայտ ներկայացնելու։ Դուք ինչին եք պատրաստվում հիմա։ Ներողություն, ինչ թիմի հետ եք պատրաստ ճանապարհ անցնել։ Գիտեք, լավ հարց եք տալիս, համենայն դեպս այն թիմի հետ, որ լրիվ նոր գաղափարներով եւ լրիվ նոր ակնկալիքների, այսպես ասած, հույսեր ներշնչելով կմտնի պայքարի մեջ։ Լրիվ նոր հնարավոր է։ Անհնարին ոչինչ չկա։ Համենայն դեպս նորը ամենաճիշտն է։ Դա նաև բնավորության բան է իմ, որ օրինակ պետական պաշտոնը թողելուց հետո ես ոչ թե միացա նախկինում իմ երկու ընկերների հետ հիմնադրած խորհրդատվական ընկերությանը,
այլ որոշեցի լրիվ զրոյից նոր ընկերություն հիմնադրել, որպեսզի ինքս ինձ համոզեմ, որ միշտ կարելի է ամեն ինչ զրոյից սկսել։ Հետևաբար մենք էլ կարող ենք օրինակ ամեն ինչ սկսել զրոյից։ Ենթադրաբար դուք այդ հնարավոր քաղաքական ճանապարհը պատրաստ եք անցնել ոչ թե այն մարդկանց հետ, որոնք վաղուց այսպիսի ճանապարհ են անցնում, այլ նրանց հետ, ովքեր նոր են հայտ ներկայացրել։ Գիտեք, երևի ուղղակի Անուններ եմ ուզում կորզել, չէ, պարոն բան չկա տենց առանձնապես պատրաստի ինչ որ մի բան չկա, որ ես անոնս անեմ կամ բնականաբար ես հանրային ակտիվություն ցուցաբերում եմ բավականին վերջին մի քանի տարիների ընթացքում եւ ինչ որ մի պահից այո ես որոշեցի, որ պետքա որոշակի պատասխանատվություն ստանձնեմ։ Հետևաբար պարզ է, չէ, որ ես փնտրել եւ գտել եմ իմ նման գաղափարակից ընկերներ։ Եվ ասեմ ավելին, այդ փնտրտուքի մեջ ես էլ տեսա, որ այդ մարդիկ էլ իմ նման մարդկանց էին փնտրում։ Եվ եթե մենք այդ փնտրտուքի մեջ որոշակի քննարկումներ ենք իրականացնում, այդ քննարկումների արդյունքում եթե մենք գանք այն կարգավիճակին, այն վիճակին, որ արդեն ազդարարելու ժամանակն է, բնականաբար դուք կիմանաք դրա մասին։ Շնորհակալություն։ Լավ եք։